Չորրորդ պատվիրանը ինձ համար շատ հետաքրքիր պատվիրան է, շաբաթ օրը սուրբ պահիր, ու այդ մեկնաբանությունը ով գիտի 100%, ով գիտի մոտավորապես, ես կուզեմ բացատրել կոմենտներում։ Մի հատ իմ եղբորը Ռոբին հարցնեմ Նիկողոսյան, մի հատ ուզում եմ իր մեկնաբանությամբ տեսնեմ ինչ է նշանակում։ Շատ տարբերակներ կա, էլի, օրինակ ես մտածում եմ, որ կարելի է բոլոր օրերը սուրբ պահել, ոչ թե գոնե Օրինակ կա մարդիկ կարայսի կարթա, սենց մտածի, այսինքն շաբաթվա 6 օրը մեղ գործի, 7-րդ օրը ապաշխարի։ Եսը չելնեմ գայթակղություն հանկարծ 6 օրը մեղ գործեք, 7-րդ օրը գնաք ապաշխարեք։ Դա ուղղակի մի քիչ օի սիրունա երկինքը ռոբ մի հատ մեկնաբան։ Շաբաթ օրը սուրբ պահելը ինչ նկատում է Աստված, դա այն հասն է, այն օրնա, որ օրինակ շատերս ինչ որ գործողություն ենք անում, ինչ որ չգիտեմ 6 օր աշխատում ենք ու Աստված նկատի է ունենում, որ շաբաթ օրը մենք ոնց որ մեր ողքերը մեր ամեն ինչը թողենք, այդ օրը նվիրենք Աստծուն։ Մեր սովորական օրերում քրիստոնեական մեր ընթացքի մեջ մենք հիմնականում պահում ենք Կիրակի օրը, հավաքվում ենք Կիրակի օրը, գնում ենք օրինակ ինչ որ եկեղեցի, առաքելական, ավետարանական, ուղղադավան յուրաքանչյուր եկեղեցի ու պահում ենք մեր Աստծո օրը ու այդ օրը նվիրում ենք Աստծուն։ Ինչքան հնարավոր է շատ փորձում ենք ինչ որ բաներ անենք այդ օրը հիմնականում, բայց նաև ամբողջ օրերի ընթացքում։ Սա նաև վերաբերվում է ամբողջ օրերին։ Ուղղակի որպես պատվիրան Աստված ուզում որ մի օր դու պահես։ Գոնե մի օրը պահես։ Բայց ես քեզ ճանաչել եմ դու շաբաթվա 4 օրը ամենակիչը պահում ես։ Իրականում դա գրված է 5 կտակարանում ու նկատի ունի Աստված, որ եթե օրինակ աշխատում է մարդը, եթե իր ամբողջ հոգսը Առօրյան շատ զբաղված է 6 օր գոնե ինքը հասնում է, գոնե մի օրը ինքը սուրբ պահի, բայց իրականում ավելի շատ կարող ես ու ամբողջ օրը կարող ես Աստծո հետ։ Երանելի են մարդուն, որ ամեն օրն է պահում սուրբ։ Թե մեկնաբանեք իմ գիտունիկ հավատացյալներ, օրհնված հավատացյալներ, ես ուզում եմ միա ձեր կարծիքը լսել, որն է այդ խորհրդի հստակ ձեր կարծիքով 100%-ով իմաստը։